շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Ժառանգություն կուսակցության նախագահ Ռաֆի Հովհաննիսյանը, բարև ձեզ պարոն Հովհաննիսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Հետաքրքիր քիչ առաջ մենք ուղիղ եթերում էինք Տիկին Զոհրաբյանի հետ եւ հիշեց այն ամեն ինչ որ հիմա անում են Նիկոլը, հիշեց թե ինչ է տեղի ունեցել տարիներ առաջ Բաքվում։ Մենք ունենք այդպիսի գործիչներ, որ խիզախեցին, գիտեք որ հայատյացությունը մշտական եղել է պետական քարոզչություն Ադրբեջանի համար եւ իսկապես խիզախում էր ինչպիսի երաշխիքները որ լինեին գնալ Բաքվում եւ այն էլ այսպես հրապարակային ինչ որ բաներ ասել մենք քիչ առաջ ուզում էինք հիշել որ 12 թվականն է եղել պարոն Հովհաննիսյանը Բաքվում ես շատ լավ եմ հիշում որ ոտքի կանգնեցիք եւ այդպես հապարելով ելույթ ունեցաք ասում եք եւ իրենք բոլորը այսպես հարվածում էին սեղաններին փորձում էին աղմուկ բարձրացնել եւ լռեցնել պարոն Հովհաննիսյանին այդ ամենով հանդերձ միջև իր վերջին խոսքը հնչեցրեց պարոն Հովհաննիսյանը ընդ որում միայնակ էր մենակ եք չէ այդ ժամանակ այդտեղ այդպիսի օրեր ենք մենք նաև ունեցել հաղթած երկրի քաղաքացին այդ երկրում էր եւ ասում էր հնչեցնում էր իր խոսքը հիմա շատ բան է փոխվել Նիկոլի գալուց հետո հիմա մենք այսպես հանձնված նվաստացած ստորացած այս կարգավիճակում են գտնում բայց քիչ առաջ Տիկին Զոհրաբյանը հիշեց ասում է տեսեք իրենք մենք ազատագրել էինք մեր հայրենիքը բայց իրենք չէին հաշտվում այդ մտքի հետ եւ ամեն օր քարոզ էին տանում որ իրենց ասելով Ղարաբաղը, Ղարաբաղը, չգիտեմ ինչը, պիտի մի օր վերադառնա անգամ ասում են հյուրանոցում, այսպես մեզ ցավեցնելու համար, ինչ որ շիշ էր դրված վրան, Շուշի գրած կամ բարձի վրա գրված էր Ղարաբաղ եւ այլն, բայց սա ինչի համար եմ ես ասում, պարոն Հովհաննիսյան, որ հիմա այն մարդը, որ վերընկած է վարչապետի պաշտոնին, ինչ ելույթ ունեցավ, մարդը ասում է, որ պիտի արցախցիները ընդհանրապես մոռանան Արցախ վերադառնալու մասին, մեծ հաշվով ասում է, եթե դուք ուզում եք, որ ես մնամ, ուրեմն դուք պիտի ընդհանրապես Արցախը մոռանաք, ոչ մեկ չի կասկածում, չէ, որ վաղը ինքը ասելու է, ուրեմն պիտի հայոց լեզուն դուք մոռանաք, ուրեմն հայկական եկեղեցիները պիտի խաչքաշեք դե մոռանաք, ուրեմն դուք պիտի, չգիտեմ, այն ինչ որ կապված է հայկականության հետ, դուք պիտի ընդհանրապես մոռանաք եւ կատարեք այն ինչ որ ասում է Ալիևը կամ Էրդողանը, սրա մասին կուզենայի խոսեի կարակ եւ իր կոչերի իրելքն եւ հատկապես Եվրոխորհրդարանում, որ մարդը արդեն հստակ այնտեղ նախ թիրախավորեց նախ ինչ էր ներկայացնում սովորաբար ինչ ելույթներ են այնտեղ ունենում եւ ինքը գնացել էր այնտեղ որպես վարչապետ եւ ում թիրախավորեց հայ առաքելական եկեղեցուն, Սրբազանին, մեր գործիչներին, պիտակավորեց, ինչ նպատակ էր հետապնդում, ինչի հասավ եւ ինչ ունեք սա հետ կապված ասելու եւ անգամ եկավ եւ ասեց այո, պիտի սահմանադրությունը փոխենք, անկախության հռչակագրից էլ հրաժարվենք։ Էլ Արցախի մասին չեմ խոսում։ Խնդրեմ։ Քեզ հետ շատ հեշտ է Անժելա, որտեղ համաբարփակ ներկայացնում ես ամեն ինչը։ Մոտ մի այ խնդրում եմ։ Ներկայացնում ես եւ քիչ բան կավելացնելու կամ խորացնելու միակ խնդիրը որ այն գծիկը այնքան ձիգ է գաբված, որ գոմից պիտի սկսենք այդ քագման գործընթացը։ Դե բոլոր եղանակներով պիտի քագենք այդ բանը եւ պիտի կարողանանք լուծումներ գտնել։ Շնորհակալություն որ հիշեցիր զինվորական այդ ծառայության այդ իմ գաթիլից այդ պատմությունը, որը ցույց է տալիս, որ ամեն մեկը իր առօրյա կյանքում միջազգային ամբիոններում, որտեղ որ ինքը ունի մասնագիտություն եւ մուտք եւ հասանելիություն, ինքը պիտի կարողանա իր ուժերի չափով մեր իրավունքը ներկայացնել։ Մեր ազգային իրավունքը, մեր անձնական քաղաքացիական իրավունքը բոլոր առումներով։ Իրավունք հասկացությունը այսօր իսպար վերածել է Հայաստանի իշխանական դարաբատկերից եւ հետևես թե չհետևես նրանց խոսքին գործողություններին հրեդորաբանությանը այնտեղ տեսնում ես որ այդտեղ ոչ մի նշույլ իրավունք չկա ոչ անձնական ոչ հավաքական առումներով եւ դա երևում է ամենտեղ թե միջազգային ելույթների ժամանակ թե քաղաքացիների հետ շփումների ընթացքում եւ սա է որ մենք պիտի կարողանանք քայլ առ քայլ ընտրություններով զուգահեռ գործողություններով հետ բերել իրավունքի այդ գիտակցությունը իրավունք
որը զիջվել է, որը հանձնվել է, որը միագոմանի եւ միանշանակ մատուցվել է եւ մենք տեսնում ենք որ այո եթե այսպես շարունակվի թե թանգարան կփակվի թե մատենադարան парքի անգյունները դպրոցներում արդեն իրենց հերթին դասակրքեր ինչ որ գտնվում է այդ իրենց քարոզչական հատվածական փոքրիկ գրծկանշանից դուրս հենց այդ գրծկանշանից դուրս եթե որևէ բան լինի գաղափար միտք քաղաքակրթություն իրավունք ժառանգություն դա պիտի իսպար բացակայ եւ այս շրջանը որ մենք ապրում ենք Անջելա եւ որին գնում ենք ընդհանրած ընդրական թե ոչ ընդրական ինչը լինի իսկապես ընդրություն է Հայաստանի եւ հայ ժողովրդի հայ մարդու մի կողմից ինքնության ինքնիշխանության pedagogical աբակայի եւ մյուս կողմից այդ ամեն ինչի մոռացության զիջման եւ փաստորեն ինչպես դու ասացիր ստորացման միջև եւ այդ ելույթը կամ ելույթները ես չեմ հետևում բառացի ես ուղղակի ասես պիտի դուրս հանենք հասարակության հալրահոսից եմ հասկանում դա եւ նոր բան չէ օրիգինալ մի չէ բայց ճիշտ է այդ մոդելությունը որ դա զեկուցում էր դա հաշվետվություն էր օդար մայրաքաղաքներում նստած բազմած Հայաստանի նոր դերերին իրենց հաշվետվություններ զեկուցում էր եւ ցույց է տալիս որ իր իշխանության կամ իշխանիկության դեպքում կշարունակեն իրենց ամբողջական համաբարփակ pressing-ը հայոց ինքնության տարածքային ամբողջականության ինքնիշխանության եւ հայ մարդու դեմ եւ գարիք չկա հավելյալ մի հատ փամփուշտ անգամ արձակել դրա համար եւ մեզ հրավիրում է այդ ստորացման վերջին գետին որ այսպես որ շարունակվի իր ենթադրյալ հաջորդ շրջանում Սյունիքը իսկապես կդառնա ըստ էության Արևմտյան Ադրբեջան։ Այսինքն սուտ է, այն քարտեզն էլ անգամ որ ինքը իր կրծքին փակցրել է եւ գնում է մարդկանց հետ հանդիպում է իբրև թե բան սուտ է։ Անգամ այդ Հայաստանը ըստ իրեն չկա եւ ավելին Ալիևը անընդհատ դրա մասին հայտարարում է։ Հայաստանի անգամ ամենադարական պրիմիտիվ հանրապետությունը իր օրոք չի կարող գոյատևել։ Այստեղ Երևանյան նահանգն է, Երևանյան գուբերնիա վիլայետ Բաքվի եւ Անկարայի Երևանյան նահանգն է եւ ինքն է նահանգապետը եւ ինքնալ իր եղանակով իր չգիտեմ հոգե խանգարում չեմ ուզում ասել հոգեգան ամեն ինչով ինքը մեր ժողովրդին մեր քաղաքացիներին առաջարկում է հանձնվեք հաշտվեք լրեք եւ ես ձեզ կբերեմ այնպիսի վիճակ որ թող չլինի մատենադարան թող չլինի արժեք բադնություն բադնակրություն չէ թող չլինեք դուք թող չլինեն ձեր մի մասը այսի այնպիսի նահանգ որը կարող է Հայաստան գոչվել կարող է ուրիշ բան գոչվել բայց որը գտնվում է այստեղ Արագած լեռան լանջին եւ այստեղ հիմա որ դրվագը վերցնես եւ խորանաս եւ հավասարակշռություն պահպանես քեզ համար առողջությունդ մի պատկեր մի ցուցիչ պատկեր այդ մարդը բռնաբեդը այնտեղ որ ասպատակել է, ցեղասպանել է, հայրենազրկել է, մինչև օրս ռազմագերիներ է բահում, ինքը խոսում է նրան, որ այդ դատավարությունը, որ ինքը գադարեց այդտեղ, դա Նուրնբերգն էր, այսինքն դա այլ մոլորակային Բաքվի բանտում գտնվող մեր հայրը որևէ ամենալիբերալ ազատական երևակայությունից դուրս մի բան եւ փոխանակ բարձ ասել իրեն եւ աշխարհին որ Նուրնբերգի կամ ժամանակակից նոր արդարադատության առաջ պետք է նստի հենց այդ մարդը Ալիևը իր ռազմաքաղաքական էլիտայով նրանք ովքեր իրականացրին ցեղասպանություն հայրենազրկում մարդկության դեմ հանցագործություններ փոխանակ իրենք նստեն ինքը լրում է
ինքը լրում է, ինքը ընդունում է այդ բանը, գլխի վայր Սումգայիթի ցեղասպանություն իրականացրած, Բաքվի ցեղասպանություն, Կիրովաբադի ցեղասպանություն, Արցախահայության ցեղասպանություն եւ այդ մարդն է մի հատ էլ հոխորտում ու ուրեմն այդ լրությունից է փխում ինստիտուտ թանգարանի դնորենի ազատումը եւ մնացած այլ գործողություններ, որը բնավ pedagogan գործ չի, նույնիսկ քեզ Հայաստանի Հանրապետության սահմանների ներսում գործ չի վայելում, չի հասնում այդպեսի վարկ։ Դրա համար ես ասում, որ սա ենթապետական գործիչ է, ենթաօդար պետական գործիչ եւ հայ ժողովուրդը պիտի որոշի, թե պիտի դուրս գանք անցյալի հղումից, անցյալի սխալներից, ամեն մեկին մեղադրելուց բացի իրենից եւ Հայաստանի Հանրապետության շանս տալ բարենորոգման, սուբյեկտ դառնալ, դարաշրջանում իմաստ ունենալու հերանեկարին արժանացնենք, կամ պիտի այսպես գնա եւ վաղը մյուս օրը նույնիսկ չզարմանալ, որ հարևան երկրի քաղաքացին, բռնապետի քաղաքացին լողում է իսկապես Սևանալոջի արևելյան ափին, որ արդեն արևմտյան Ադրբեջանի միջանցք է, որը գնում է Հայաստանի Հանրապետության ներքևում։ Կուզեմ ասել, այս ամեն ինչը շարունակվելու է եւ այստեղ չկա ոչ քաղաքականություն, ոչ դիվանագիտություն, ոչ առավել եւս խաղաղություն։ Այսպես շարունակվելով մենք մտնում ենք այն վիճակի մեջ, այդ շրջաբդույթի մեջ, որ եթե ինչ որ մի բան, որը բանջում է Բաքվում կամ Անկարան չգադարվի, ուրեմն հաջորդ օրը պատերազմ է։ Եվ այդ թողն է, այդ սպառնալիքն է, որ ինքը բախում է հայ մարդու եւ Հայաստանի քաղաքացու վրա, եւ պիտի իմանանք, որ այդ իշխանության շարունակման դեպքում երաշխավորված է ոչ թե խաղաղությունը, այլ պատերազմը։ Հիմա մենք պիտի կարողանանք դա բացատրել, դա հասցնել եւ հույս ունենք, որ այդ ճակատագրական բահին ամեն մեկը իր նախաբադությունը, իր գնահատանքը, քննադատությունը, սիրած նախկինը մեկ գոմ դնել եւ հասկանալ, որ մենք պիտի համապետական այլընտրանք ներկայացնենք։ Տեսեք, մի փոքր բան շատ լավ իմանալով պատմությունը, ռոմանտիզմ չի մտածել, որ այս ամեն ինչը sense հեշտությամբ տրվում է Ալիևին, մտածել, որ մեզ թույլ են տալու, որ հայկական մի փոքր պետություն մնա, թեկուզ վիլայետ մնա, ինչու պիտի մնա, եթե մի փոքր միավոր մնաց Ռուսաստանի աջակցությամբ եւ ինչ որ մի պահի ոտքի կանգնեց, կազմավորվեց ինքնությունը, նորից ու նորից արթնացավ հայ ժողովրդի մեջ, մենք ինչ արեցինք, դուք առաջիններից եք եղել, հա, նորանկախ հանրապետության արտգործնախարար եք եղել, միանգամից իրավունքի հարցը չէ բարձրացրեցիք, այսինքն Թուրքիան գիտի, որ եթե այստեղ մի փոքր միավորում թողի, այս ժողովրդի խորքերում մի օրից մի օր կգարտնանա ինքնությունը եւ ինքը նորից կասի ոնց, բա իմ հայրենիքը, բա իմ տունը, հետեւաբար հիմա միամտություն չի մտածել, որ այսօր նստած Թուրքիա, այսօր երեք իրենք արդեն ցույց են տվել եւ ապացուցել են, այն էլ այսօրվա դեմքով են ինչ որ կա Էրդողանը եւ Ալիևը թույլ են տալու, որ այստեղ անգամ վիլայետ մնա, որտեվ ես վախ ունեմ, որ մենք այսպես ասում ենք, որ այստեղ վիլայետ է մնալու, այն անձինք, որ սրա հետևից գնացել են, ասեն թող լինի։ Մենք պիտի հասնենք, որ դա էլ չի լինելու։ Չիլի ինչի պիտի մեզ այդ նվերը ինչի պիտի դու իրենք համարում են նվերա, որտեվ իրենք համարում են, որ դի չլինի ընդհանրապես հայկական որևէ ներկայություն։ Իսկ եթե դուք դրան չեք հավատում, սիրելիներս, գնացեք եւ շրջեք Արևմտյան Հայաստանում կամ Արևելյան Հայաստանում կամ Արևելյան Հայաստանի մի հատվածում կամ ավելին։ Գնացեք եւ շրջեք Արցախում։ Տեսեք այնտեղ Բաքվում, Կիրովաբադում, մեր պատմական հայրենիք Արցախում, տեսեք հայ կա թե հայ չկա։ Դրա համար մեր ժողովրդին ասենք սթափվեք, հայ չի մնալու այստեղ, չեն թողելու իրենք այստեղ, իրենք անգամ չեն հանդուրժում, որ գիրք նվիրեն, որտեղ որ գրված է, որ Սումգայիթում եւ Բաքվում ինչ է եղել։ Դուք լավ գիտեք, թե քանի տեղ է դա արձանագրվել, դատապարտվել, չէ, ցեղասպանական գործողություններ են եղել, մաքրել ընդհանրապես հայությունից եւ փոխանակ այսօր մենք բարձրացնենք փոխհատուցման հարց, ցեղասպանության հարց, մենք վախեցած, վախվորած սպասում ենք, վաղը պետք է ասի հայերեն չխոսեք, որովհետև պատերազմ կբերեմ ձեր գլխին։ Երկուսով հիմա այդ են ասում Ալիևն ու Նիկոլը, ձեր երեխաներին հանձնեք,
թե չէ պատերազմ կբերեմ ձեր գլխին։ Այս գյուղերը հանձնեք, թե չէ պատերազմ կբերեմ ձեր գլխին։ Ձեր մանկահասակ աղջիկներին պիտի տանենք Թուրքիա, թե չէ այդպես ամեն ինչ ասելու է, չէ։ Այո։ Լռեք, գերիների մասին չխոսեք, թե չէ պատերազմ կբերեն։ Չէ՞ մեր հայրենակիցները մնում են իմիջիայլոց, չգիտեմ հասցրել եք ծանոթանալ թե ոչ, հարազատներն էին տարածել Ռուբեն Վարդանյանի Օմբուդսմանի այո, որ թույլ չէին տվել, ընդամենը 1 րոպե ձեր թույլ տվությամբ лысենք։ Ես ուզում եմ обратиться к вам, госпожа Алиева, омбудсмен Республики Азербайджан. Օմբուդսմենին И тем, что, несмотря на то, что вы любезно предоставили свой телефон при первой нашей встрече под камерой в 2023 году в октябре, я последние 10 дней, несмотря на все мои усилия, и через адвоката, и через написание заявления, и попытки подать, не смог для вас позвонить, поэтому мы обратились к вам публично. И, к сожалению, у меня нет другого возможности донести до вас то, что происходит и со мной, и с моими коллегами-соратниками. Прошу вас о встрече. Вы единственный. Լավ, Մայլամ, խնդրում է, որ հանդիպում, որ փոխանցի, թե ինչ է տեղի ունեն, խնդրեմ, գերիների թեման, պարոն Հովհաննիսյան։ Ռազմագերիների, ռազմաբադանտների եւ Հայաստանում գտնվող քաղաքական գալանավորների, հալածյալների հարցը իրավունքի վերականգնման մեր առանցքում պետք է մնա, մինչև որ իգադարածվի։ Քանի դեռ գա Բաքվի պանդում Ռուբեն Վարդանյան, մեր նախկին նախագահները, զորավարները, շարքայինները եւ որոնք ըստ այդ բռնաբեդին առանց հայաստանյան պատասխանի կոչվում են Նուրենբերգի արդեն դատապարտյալներ նման կստմնելի, զարհուրելի թե Բաքվի, թե Երևանի ղեկավարների, իշխանիկների համար բան ես չեմ կարող պատկերացնել, չպատասխանել դրան։ Ուրեմն մինչև արդարադատության ժամանակակից նոր Նուրենբերգ հենց Ալիևի եւ իր վարչակազմի համար մենք պիտի շարունակենք բայկարել բոլոր հնարավոր միջոցներով, թե որպես առանց զինվորական գործողություններով, քաղաքացիական, թե նաև պետական մոտեցումով։ Այդ պետական մոտեցումը բարձր չկա Բաքվի ուղղությամբ, չկա Թուրքիայի նկատմամբ եւ չկա նաև Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, որտեղ ունենք սրբազաններ, աշխարհիկ ներկայացուցիչներ, փաստաբաններ, լրագրողներ, Բարոն Ղարաբեդյան, բարեգործներ, կուզեմ ասել, որ ամբողջ դարաբատկերը մեր հասարակության ներկայացված է այդտեղ։ Մեկ դեսագ, այսինքն մեկ բանդարգության հալածանքի դատապարտման մի եղանակը մյուսի հայելին է։ Քանի այդ զույգ իրականությունները կան, մեր իրավունքի համար բայկարը, իրավունքը մեզ հետ բերելու այդ հրամայականը մնում է անավարտ։ Եվ ավելին չի կարելի սպասել իմ կարծիքով այս իշխանությունից, դու շատ համաբարփակ ձևով ասում ես, որ մտնում է մեր հասարակության, մեր ոլորտային յուրաքանչյուր ձագ եւ անկյուն համաբարփակ հարցակում ազատ խոսքի նկատմամբ։ Եվ այս ազատ խոսքը ոչ թե ուրացում է պատմություն, ասել որ ինքը ուրանում է պատմություն, դրա համար ես արգելում եմ։ Այս գրքերը, այս հրադարագությունները սա մեր ճշմարտության, մեր պատմակրության բարդականության մեջ է։ Այստեղ կա ոչ միայն ազատ խոսքի խնդիրը, այլ նաև ակադեմիական պատասխանատվության, պատմական պատասխանատվության հարցը։ Եվ ուրեմն թե Փարքի անգյունները, թե մյուսը, սա հերոսների, հերոս ուրած, հերոսամերժ ինքնամերժ մոտեցում է եւ որքանա գեղեցիկ ձևով մենք շարենք այդ արձագանները չի հասնելու այդ համաբարփակ աղետին, որ մեզ բերել է մինչև հիմա եւ պիտի շարունակվի շատ ավելի վատ ձևով, ինչպես դու ասացիր, եթե փոփոխությունը մենք չբերենք այս տարի։ Ինչու է թիրախավորել Բագրատ Սրբազանին եւ անգամ խոսեց դրա մասին այդ բարձր ամբիոնից։ Դե թույլ ստորին, ստորացնող, ստորացած
ներգաղթի ելույթ էր, այդտեղ ոչ մի pedagogiություն չկար այդտեղ։ Այդտեղ ստորացման հաշվետվություն էր, ստորինի ստորացված հաշվետվություն, որը զեկուցում էր Ալիևին, որ ամեն ինչ կարգին է, որը առանց որևէ այլ գրվան ունենալու ասում էր աշխարհին եւ եվրոպացիներին, որ մեզ մոտ չկա եկեղեցու կամ հոգեվորականների դեմ ինչ որ պայքար, այլ գա սա ունայնություն է, սա վախ է, սա հղման բացակայություն է եւ ուղղակի այդ տեքստերը որ նայես թե հոգեվորականների, թե սրբազանին, թե եկեղեցու նկատմամբ եւ մնացած այլ բաները, սրանք ցույց են տալիս, որ ինքը այնքան հեռու է այդ նույն եվրոպական արժեքներից, արևմտյան արժեքներից։ Այդ իրեն զապահարողները եթե նմանը կան, իրենք նույնպես այնքան երեսպաշտ են, որ հերացել են իրենց իսկ քրշակած սկզբունքներից, որ մենք հասկանում ենք, որ այսօր աշխարհում դիրում է գադարյալ համատարած երեսպաշտություն։ Մեկը մյուսին մեղադրում է հիբրիդ ինչ-որ նախահարցակ պատերազմական գործողությունների մեջ, երկրի պետության ներքին գործերի մեջ մյուսի միջամտության մասին հազանգում, մինչդեռ մեկը մյուսին ընդօրինակում է, ասում են Ռուսաստանը արել է, որ արել է, սխալ է արել, պետք է բացառել, դադարել, բայց նույն Եվրոպան, նույն Ամերիկայի փոխնախագահ, գուզեմ ասել, բոլորի դեմ իրենք դա անում են։ Իսկ այստեղ, որտեղ սկզբնաղբյուրն է այդ ամեն ինչի, իրենք են հրավիրում այդ հիբրիդային փոխադարձ պատերազմները, իրենք են մեղադրում այս կողմին, այն կողմին հերթափոխով եւ առաջի հերթին սեփական քաղաքացիներին, նախկին ղեկավարությանը եւ այլն։ Ես կարող եմ քննադատել այս կամ այն իշխանաշրջանին, բայց ես ընդունում եմ պետական թեգուզ ինձ համար վերաբահում ծնող բանակցային ժառանգությունը մենք ունեցել ենք պետական դիվանագիտական լավ թե վատ ժառանգություն, որը ապահովել է նվազագույն շեմը, թե բանակցային։ Պիտի խնդրեմ մի քիչ բացեք, որպես դիվանագետ, ինչ ունեինք բանակցային եւ ինչպես ավիրեց եւ ինչպես խափեց, հետո նոր պարզ դարձավ 19 թվականին իրեն։ Ինչ է բանալ եւ հիմա որ առանց երաշխավորության ինչ որ խաղաղություն է մեզ խոստանում, մինչդեռ հասել էինք նրան, որ 3, այսպես ասեմ, գերտերություն, ասեմ գոնե առնվազն 2 Ռուսաստանի Դաշնություն, Միացյալ Նահանգներ եւ Ֆրանսիան, Մինսկի համանախագահող այդ խումբն էր ստեղծել, մի փոքր բացենք, հա մենք ինչ ունենք եւ հիմա, օրինակ երկրորդ նախագահը իր խոսքում ասաց, հիմա մենք խաղաղությունը չի կարող կախվածնել մեկ մարդու խոսքի կամ բարի կամքի վրա։ Հիմա այնպես է ստացվել, ոչ մի երաշխավոր չկա, ոչինչ չկա, մենք պիտի հավատանք, որ Ալիևը ասում է, ասենք ես կամ կհարձակվեմ, կամ կգրավեմ, կամ չէ, կամ պատերազմ կսկսեմ, կամ այսպես մի մարդու խոսքի վրա, առանց որևէ երաշխիքների միջազգային։ Նայեք, սրա մասին մենք խոսել ենք, հետադարձ հայացքով նախ ցանկացած լուծման փաթեթ, որը բանակցվել է Հայաստանի տվյալ բայի իշխանությունների կողմից, այսօրվա իրականության համեմատությամբ ուղղակի հրաշագեղ ինչ որ իրավունք պաշտպանող հայ ժողովրդի իրավունքները ապահովող փաթեթներ են։ Ես ինքս գոմնագից եղել եմ ճանաչման պետականորեն իրավական լուծման սկզբանե կամ առնվազն 94 թվականի Երագոմ հրաթաթարին զուգահեռ, որտեղ կային 3 ստորագրություն, ես կարծում որ դա անհրաժեշտ է, որտեղ դրանից կփոխեր պետական մոդեցում, թե ինքնապաշտպանության, սպառազինությունների եւ այլ տեսակի գործողությունների, բայց այն ժամանակ փոքրամասնության մեջ էի եւ մարդավարական բահերով, սկզբունքներով մի փոքր հետաձգվեց այդ լուծման իրացումը եւ մինչեւ երբեք տեղի չունեցել։ Բայց եղավ ճանաչում թե չեղավ, եղավ այս արձագանով փաթեթ, այդ վերնակրով այլընտրանք, բոլորը նվազագույնը ապահովում էին Արցախի հայկականությունը, Մայր Հայաստանի հետ կապը։ Միակ բանը որ բացակայում է եւ մենք մեր այսպես հատվածական պատկանելիությունների մեջ մենք մոռանում ենք, իմ կարծիքն է, որ ի վերջո չկա մի Ադրբեջան այս իշխանության ներքո, չնայած Հայր Ալիևը մեկ
նորմալ բաներ էր ասում, թույլ տալիս իրեն, որը պիտի իրեն հերացներ իրեն պատկերացած ազգային շահից։ Եվ դու ինքդ Անջելա ասացիր, թե ինչպես իրենք նախապատրաստվեցին, համբերեցին, որպեսզի ունենան իրենց ռևանշը, հա։ Կուզեմ ասել, որ մենք մեր դիվանագիտությունը, մեր քաղաքականությունը, մեր ռազմական նաև դիպաշարների contingency նախապատրաստումը պետք է ենթադրել, որ սրա խորքում այն էր, որ Ադրբեջանը միշտ ու միշտ պիտի դիմեր ռազմական լուծման։ Դրա համար եւ խոսում ենք ինքնապաշտպանական զոնտիկի մասին, այդ Երանելի դարիների ընթացքում, երբ սեպտեմբերի 2-ին կամ մայիսի 8-ին գնում ենք դեպի Ստեփանակերտ, ինքնապաշտպանական առումով, դիվանագիտական առումով ինչ փաթեթել առաջարկվեցին այս կամ այն նախագահությանը, ես կարծում եմ, որ մենք վրիպեցինք այն բանով, որ չկա մի Ադրբեջան, որ Թուրքիայի հետ մեկտեղ, որ պիտի չսպասեր ռևանշի եւ ռազմական լուծման։ Եվ մենք բարձրապես արժանվունս չնախապատրաստվեցինք եւ այս իշխանության օրոք ի հեջուկս գեղեցիկ խոստումների եւ ազգային, ասես գրսկաձեց ելույթների մենք ունեցանք այնպիսի ուխտադրություն, որ գործեցինք այն, ինչ որ նախկիները կարողացան բահել։ Շատ լավ։ Եվ ուրեմն գուզեմ ասել, որ դիվանագիտությունը նաև նրանում էր, որ երբ մարդիկ ասում են, որ արժի թե չէ, հիմա հետադարձով ասում են Ղարաբաղյան շարժումը արհեստական էր, դա հագաբետական էր, չգիտեմ ինչ, այդ պայմաններում մենք կարողացանք 92 թվականի մարտին Հելսինկիում դարբնել մի process, մի գործընթաց, որ ԵԱԽ-ն էր, հետո ԵԱԳ-ն, հետո Մինսկի խումբը, որտեղ Հայաստանը, ինչպես գիտենք, ուներ դիվանագիտական միջազգային սեղանի շուրջ վետոյի իրավունքը, որտեղ Մինսկում կայանալի կոնֆերանսում, խորհրդաժողովում Արցախը պիտի իր ընդրված ներկայացուցիչներով պիտի ունենար իր աթոռը, իր ներկայությունը, եւ սա էր իսկ ասել եւ խաբել սեփական ժողովրդին, որ այս ինչ չինովնիկ, այս ինչ բային, ինչ որ հայտարարություն կարդաց Լիզբոնը, թե մեկ ուրիշ տեղ է, որը ցույց տվեց, որ հանրությունը միջազգային ներդեմ է, այնքան վախվորած սուտ հագաիրավական մոտեցում է, որտեղ կյանքը, դիվանագիտությունը, քաղաքականությունը դա դինամիկ, դա շարժընթաց ամենօրյա փոփոխվող իրականություն է, որից դու չես կարող հրաժարվել կամ չես կարող հանձնվել դրան, եւ ուղղակի սուտ է ասել, դե ես կսպանե այդպես է։ Հիմա այնպիսի ահավոր մի բան են մոկոնել, որ Արցախի գորուստը, հայրենազրկումը իրենց իսկ մեղսակցությամբ 5000 դղաների նահատակությունը անհրաժեշտ էր փրկելու համար Հայաստանի Հանրապետությունը։ Իրենք այդ մղձավանջային նորահայտնությամբ իրենք գործանելու են այն Հայաստանի Հանրապետությունը, որը գրեթե հրաշքով վերաբրել է մինչև օրս։ Իրենց շարունակող իշխանության ներքո մենք գործնելու ենք Հայաստանի Հանրապետությունը։ Բայց արդեն հանձնել են իրենք Հայաստանից սահմաններ ու տարածքներ։ Իրենք չեն փրկել, այդտեղ էլ արդեն մեծ սուտ կա։ Եվ եւս երկու թեմա, տեսեք, հարձակում եղավ Իրանի Իսլամական Հանրապետության վրա, մեծ հզոր գերտերությունն է հարձակվել, բայց մի շարք այսպես բաներ, կարծրատիպեր, հա, կոտրվեցին, այն է, որ անգամ գերհզոր Միացյալ Նահանգներին կարելի է դիմադրել, երբ որ ժողովրդի մեջ կա կամք։ Առաջինը թերևս սա է։ Երկրորդը նաև այն, որ նույն արաբական երկրները, որ անվտանգության անձրևանոցի տակ էին Միացյալ Նահանգների, այնքան էլ պաշտպանված չէին։ Չէ՞, մինչ այդ ասում են, որ շատ պաշտպանված են, ինչքան ցույց տվեց, որ ինչքան խոցելի են։ Մյուս կողմից, որ միջազգային բոլոր այդ նորմերը ինչպես կարելի է, այսպես մեկ անձի կամ երկու անձի որոշմամբ ամբողջությամբ ինչպես կարող է այդ ամեն ինչը խաթարվել եւ ինչպես կարող է իմիտացիա լինել բանակցություններ, իրականում մշակել մի հրեշավոր ծրագիր, ուղղակի այդ երկիրը ավերածությունների ենթարկել եւ ոչ միայն նաեւ զուգահեռ
Լիբանանը, բայց նաև մեկ այլ կարևոր բան ցույց տվեցին, որ տեսեք 30 տարի շարունակ Իրանի Իսլամական Հանրապետությունը եղել է սանկցիաների տակ շրջափակված է եղել եւ ընդամենը 10-10 քանի օր է իրենք էլ փորձում են նեղուցը փակել եւ ինչպիսի խոճապ է առաջ եկել եւ արաբական աշխարհի մոտ եւ քաղաքակիրթ աշխարհում, հավաքական արևմուտքում, Եվրոպայի, Միացյալ Նահանգներում նավթի գնել եւ արդեն ինչ որ ցնցումներ են եղել։ Երևի աշխարհը այսպեսին է, երբեմն ինչ որ բաներ մեկ էլ հակառակ ուղղությամբ են գնում եւ ուր կարող է տանել այս ամենը եւ ինչ կարող եք սրան ավելացնել եւ ինչ զարգացումներ։ Ճիշտ է։ Սա եւ նույն ամերիկյան հիմա դիսկուրսի մեջ ներամերիկյան պետական լինի թե հասարակական խիստ բաժանված են մոտեցումները եւ սա նախահարցակ մոտեցում էր Իսրայելի եւ Ամերիկայի կողմից խիստ անհատականացված թեև երկիրն է ի վերջո պատասխանատվություն վերցնում եւ հագատրվելով միջազգային օրենքի այդ կանոնագարքին։ Հիմա նույնը կարող ենք ասել կամ նույնը սկզբունքը գիրառել Ռուսաստանի վրա, այլ երկրների վրա, բայց մենք խոսում ենք այստեղ ժողովրդավարական մեծ բաստիոն իրեն համարող Ամերիկայի վրա, որ պետք է որը նույնպես որի ղեկավարը խաղաղությունից է խոսում, խաղաղության մրցանակները Պաշխվում, պատերազմի նախարարություն բացեց, կուզեմ ասել խաղաղություն պատերազմի միջոցով։ Դա ադրբեջանա-թուրքական մոտեցում է, որի մեղսագից է նաև Հայաստանի այս իշխանությունը։ Եվ դրա համար այս իշխանության մոտեցումը եղել է երկիմաստ, ոչ adekvat, ոչ pedagogan եւ ենթակա իր վերատասերի ցուցմունքների, որոնք գտնվում են սահմանի այն կողմ եւ նաեւ այս մյուս կողմը։ Եվ կարող ենք ակնկալել կամ հույս հայտնել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը հին քաղաքակրթության հիմքի վրա է ստեղծված, հին pedagoganություն ունեցող երկիր է, որը շարքային անցողի երկիր չէ, որ ինքը նույնպես գտնի ուժը եւ ներքին կանոնագարքը վերանորոգելու իր հասարակությունը, իր կառավարման եղանակները եւ այդ ցանկությունը ես նաեւ պիտի ուղղեմ Ամերիկային, որ Ամերիկան նույնպես իր դաշնակիցներով հանդերձ ինքը պետք է վերանորոգի, որովհետեւ այս գիծը շարունակելու դեպքում պիտի ունենանք ոչ թե համաշխարհային համադարած խաղաղություն, այլ պատերազմ։ Ես պատերազմի այդ անկանխատեսելիության, այդ ինքնահավանության փոքրիկ պատկերները մենք տեսնում ենք մեզ մոտ եւ մեզ մոտ բարձ է, որ այս հավասարման ենթակա օբյեկտ գոմը մեր օրինակն է, երբ Հայաստանի իշխանավորները ոչ միայն գնացան capitulation-ի, այլ նաև իրենք collaboration-ի մեջ են, collaboration, եւ դա վերաբերում է նաև մարդկության դեմ հանցագործությունները, որոնք մեր դեմ, մեր ժողովրդի դեմ իրականացված են։ Ոնց որ նացիստական Գերմանիայի օրոք Ֆրանսիայում կար Վիշի կոլաբորացիոնիստ կառավարությունը գեներալ Պետանի ղեկավարությամբ, նույնպես մինչև իրենց դաբալումը եւ իրենց բարդությունը իրենք նաև արդարացնում էին նացիների հանցագործությունները։ Ցավոք սրտի այստեղ որ բռնաբեդը բռնադիրությունը չէ որ բարդություն գրեց, այլ հաղթեց, ներսից ունեցավ նաև մասնագետներ, մեղսագետներ եւ հիմա մենք գտնվում ենք այնպիսի վիճակի մեջ, որ այդ ներքին թուլության պատճառով նաև աշխարհակաղակական զարգացումների լույսի տակ այդ պատերազմը իրենք բերում են նաև ավելի մոդիկ մեզ։ Սա ոչ միայն աշխարհակրթություն է, նույն Նախիջևանի դեպքի դրոնի բահով, հրթիռի բահով իրենց վարմունքը, իրենց դիրքորոշումը ոչ միայն խիստ իրավիճակային էր, այլ ցույց էր տալիս, որ իրենք բռնում էին նախահարցակ բռնաբեդի կողմը եւ իրենք բնավ չեզոքություն չէին բաղում եւ չէին փորձում իրապես դառնալ ասպես
սկզբունքների հիման վրա մի կառավարություն, որ ուզում է խաղ հանգուցալուծում։ Ուղղակի այստեղ քո աշխատանքը շատ կարևոր է, չէ՞ գործը, չգիտեմ քո ներվերդ ինչպես են դիմանում, բայց շռայլություն է այս մարդկանց նման, որ դու այդքան հուզվում ես կամ խոսում ես, բայց պետք է մենք անցած անգամ որոշեցինք, որ պետք է մշակութային մեր հոգևոր քաղաքակրթական ժառանգությունը պիտի միշտ մեր առջև լինի, դա նաև հաշվում է նաև զոհերի կյանքով, ոսկեղենիկ խեղված երիտասարդների ճակատագրով, բայց ես կարծում եմ, որ իսկապես եթե կա ջրբաժան, ամեն անգամ ասում ենք, դե ջրբաժանը կարևոր է, ճակատագրական է, այս դարի կամ անում ենք, կամ չէ, թե ոչ Հայաստանի Հանրապետություն դառնում է մի ուրիշ Արարած, դառնում է մի նահանգ դա արդեն գործում է եւ գործում է Արդեն գործում է։ Եվ արդեն գործում է եւ ինքը գապ չունի Հայաստանի պետության հետ։ Եվ վերջին հարցը արդեն արխիվում ընտրություններ են, որոշակի այսինքն ուժեր կան, որ արդեն հայտարարություն են արել մասնակցելու ենք մեր ձևով, այնտեղ Գագիկ Ծառուկյանը, երկրորդ նախագահ, Հայաստան դաշինքը եւ այլն, սպասում ենք, տեսնենք թե ինչ հայտ կներկայացնի նաեւ ժառանգությունը, իդեմս Ռաֆի Հովհաննիսյանի, խնդրեմ։ Չէ, իդեմս Ռաֆի Հովհաննիսյանի չէ, թող ժառանգությունը ունի նաև այլ հնարավորություններ, այլ տեխնազուներ եւ այլն, բայց կոնե իմ կարծիքը այն է, որ առանցին հավելյալ վարչապետի տեխնազուներ, կուսակցական հայտեր մեզ պետք չեն։ Մեզ պետք է առավելակույն կոնսոլիդացիա համախմբում մինչև ընտրությունների ընթացքում եւ դրանից հետո ինչ կարողացանք անել մինչև ընտրություններ, դա միայն մեր օգտին է, դա հիմք կդնի գխարսխի այդ հնարավորությունը հետընտրական շրջանում, որ մենք ունենանք համապետական այլընտրանք, համազգային համերաշխության եւ միասնության նոր իշխանություն։ Դրա համար մենք կունենանք մեր համագումարը ապրիլի սկզբին, այն ժամանակ արդեն վերջնական որոշման հանդես կգանք, բայց մենք կողմենք համատեղման, բարին ենք մաղթում ընդդիմության, կարծում ենք, որ ուժեղ Հայաստանի հետ կարելի է մեծ հույսեր գաբել, ինքը պետք է դառնա վերընտանեկան համապետական այլընտրանք, կարծում եմ, թե մյուս առաջարկները, դաշինքները պետք է իրենց ներդրումը ունենան, կարծում թե ապրելու երկիրը թերի խոսքը պիտի ասի, կուզեմ ասել, որ կան այսպես գործոններ, որը առավելակույն համադրմամբ մինչև ընտրություն կարող է որոշիչ լինի հետընտրական շրջանի համար։ Բայց կմասնակցեք ձևաչափի մասին այս շաբթվա ընթացքում ավելի հստական, բայց հաստատ կարող եմ ասել, որ մեր տեսակետների մեծամասնությունը այն է, որ չարժի չարժի ծանրացնել դաշտը առանցին հայդով, ես չեմ դարաբում այդ ամբիցիա, որ ես պետք է վարչապետի տեք, շատ լիքը այլ ավելի լավ վարչապետի տեխնազուներ կան, բայց ժառանգությունը մասնիկը կլինի այդ լուծմանը իմ կարծիքով երկրի ազատագրմանը։ Շատ լավ, տեսեք, մենք խոսում ենք եւ ասում ենք, որ պիտի զանց հեռացնելուց հետո շատ հարցեր կա, դուք լավ է ձեր խոսքը բերեցիք դրան, որ իրականում ցեղասպանություն է եղել Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ եւ պիտի գա այդ ամեն ինչի մասին պիտի խոսվի, փոխհատուցման հարցը պիտի լինի։ Հիմա այստեղ գրել են օրինակ Կիրովաբադից, որ մենք երկու տուն ենք ունեցել եւ կացնով հարձակվել էին մեզ վրա եւ միայն հարևանների շնորհիվ մենք կարողացանք փրկվել եւ պիտի գա անպայման այս ամեն ինչի համար պատասխան տալու ժամանակը։ Այո, եւ խոսում ենք Հանգիստ են խոսում 300,000 ադրբեջանցիներ, բա 1 միլիոն հայություն ուր պիտի գնա։ Արցախ վերադարձի երաշխավորված իրավունքը, պայքարը դա առանցին հարթություն է, բայց եթե իրենք հանգարց շարունակեն իրենց դվայդանքներով, թե չգիտեմ
բادرանքներով դե ուզում են Արևմտյան Ադրբեջան իրենց վերադարձը մենք պիտի չմոռնանք որ մենք ունենք 5 միլիոն հայազգի հայրենագիցներ Բաքվում, Սումգայիթում, Գանձակայում այո ունենք եւ այդտեղ եւս կա վերադարձի իրավունք եւ մենք պիտի կարողանանք սիմետրիան վերադարձնել այս հարաբերության մեջ, որտեղ միագոմանի ենթակա ստորացված ուղղահայաց հարաբերության մեջ չգա որևէ տեսակի խաղաղություն։ Շնորհակալություն եւ կանոն ինքը ասում է պետք է Արցախի մասին չխոսել, ընդհանրապես չէ, ցեղասպանության մասին չխոսել, Սումգայիթի մասին չխոսել, Բաքվի մասին չխոսել, կորուստել չեմ ասում Արևմտյան Հայաստան եւ այլն։ Ես կարծում եմ մենք նորից պիտի հիշեցնենք նախորդ անգամ էլ շոակաթը շատ հրաշալի բան է կազմակերպել փոքրիկ ֆիլմեր կորցրած այդ մեր ճկնաղ հայրենիքից հիմա էլ այդ մասունքները կպատատվի եւ մենք դուրս գանք այդ մասունքները կցուցադրենք եւ կփոխանցենք եւ ձեզ պարոն Հովհաննիսյան հաջողություն եւ շնորհակալություն հույսով որ որոշում կայացնելուց հետո մենք նորից կհանդիպենք բայց այն առ մեր ժողովրդին մաղթենք ազատագրում այս ուժերից եւ 7-ին անպայման գնալ ընտրությունների եւ մասնակցել անպայման սրանք են մեր արժեքները նաեւ մեր ավական նրանք առ ոչինչ շնորհակալություն Merci